Բարև ձեզ սիրելի հեռուստադիտողներ, եթերում հարցեր քրիստոնեական հաղորդաշարն է։ Հավատալ բառի հոմանիշներից մեկը վստահելն է։ Այսօր Սլավիկի ու Հակոբի հետ կփորձենք խոսել Աստծուն վստահելու մասին։ Եղբայրներ, իմ առաջին հարցը այս թեմայի շուրջ կլինի հետևյալը։ Ընդհանրապես, երբ է մարդը սկսում վստահել մեկին։ Դե մարդը սկսում է վստահել, եթե սկսում է մեկին վստահել, հենց առաջին կետը եղբայրս հենց այս ընդհանուր ծրագրի խոսքը, որ նոր ասեցիր, հավատք, որ մարդու մեջ հավատք է ներշնչվում, որ սկսում է վստահել, ասենք դիմացինի շուրջ։ Առաջին քայլը դա է։ Երկրորդ քայլն էլ վստահելու հետ կապված, որ դու մարդուն ցուցաբերում ես քո արժեքները քրիստոնեական, որ ինքը տեսնում է իրոք դու Աստծո մարդ ես։ Այսինքն քո քրիստոնեական արժեքները, որ ինչ որ Աստված ասում է, դիմացինիդ սիրի, հոգստար, դիմացինիդ համար հոգատար եղի, այս ամեն ինչից ելնելով, այդ քայլերը անելով, ասենք դիմացինը արդեն ոգեշնչվում է, որ իրոք այս մարդը ոչ թե մենակ խոսող է, այլ գործող է, ու քո գործելակերպից մարդու մոտ արդեն վստահություն է ձեռք բերում, ու մարդը արդեն հավատքով ներշնչված արդեն սկսում է քեզ վստահել ամեն իր գործողությունների մեջ, ու ոնց որ ասած արդեն քեզ է հանձնում իր բոլոր այդ գործողությունները, որ դու իրան որպես վստահում է քո խոսքին, վստահված անձ ինքը քեզ վստահում է, որ դու ասենք այդ ամեն գործողությունները իր կյանքում իրականացնես։ Վստահությունը ըստ ինձ դա ակնթարթորեն ինչ որ բան չի, որ ասեց ու վստահեց։ Վստահությունը ինչ որ հարաբերությունների, փոխհարաբերությունների ընթացքում պետք է առաջանա։ Մարդը, այսինքն մարդ ասենք հարաբերությունը, երբ ես կվստահեմ ինչ որ մեկին, երբ որ մեր հարաբերությունների մեջ տենամ, ասենք եթե ինքը խորհուրդ է տալի, իր խորհուրդով է շարժվեցի, արդյունք տվեց։ Այսինքն ես տեսա, որ ինքը խելացի մարդը խելացի խորհուրդ է տալի։ Կամ ինչ որ մի հատ իմ նեղության մեջ ինքը հավատարմություն ցուցաբերեց, հավատարիմ ձևով կանգնեցի մոտ, ես արդեն կվստահեմ այդ մարդուն։ Տարբեր բնագավառներում այդ մարդու հետ իմ փոխհարաբերությունների ընթացքում տեսնելով այն պլյուս ճիշտ բաները, ես կսկսեմ այդ մարդուն արդեն վստահել։ Նույնը մարդ Աստված հարաբերությունը։ Այսինքն արժեքները տեսնելով արժեքները միանշանակ։ Այո։ Ու եթե չլինի այդ փոխհարաբերությունը, չլինի այդ կյանքի այդ իրավիճակները, դու պետք է կյանքը անցնես, որ սկսես վստահել։ Օդից չի լինի վստահություն։ Խոսքերից չի լինի։ Բնականն է, որ մարդու համար որ հոգս է ստանում, արդեն այդ կյանքի գործողությունները, այդ տվյալ անձի նկատմամբ, որ դու իրան հոգս է ստանում, ու իր խնդիրները կարելի ասել sense միտեղ էլ փագագծերի մեջ ոնց որ եղբայրը ասեց լուծում ես ու ինքը տենում է որ քո խոսքը կամ քո գործողությունը իր հարցերը լուծում է ինքը արդեն սկսում է քեզ վստահել ոնց որ խելացի անձնավորություն որպես մեկը որ կարա ինքը մնացած հարցերում էլ արդեն քեզ դիմի որ դու արդեն կարող ես իր հարցերը լուծել իօքուտիան իհարկե ու դրանից ինքը ոգեշնչվում է հավատքով ու հավատքով արդեն ոնց որ ասած վստահ։ Տեսեք, օրինակ սովետական շրջանում ժողովրդին սովորացել են, որ հեռուստացույցով ինչ ցույց են տալի, դա ճիշտ է։ Այդտեղից էլ մեր ժողովրդի մեջ մտածա, որ եթե այդ հեռուստացույցով ինչ որ մի բան ասում է, դա ճշմարտություն, ու մարդիկ վստահում էին։ Այսօր էլ վստահում են։ Շատ ժամանակ մարդիկ ասենք վստահում են այն ինչ որ տեսնում են ինտերնետում, ինտերնետով sense բան են ասում կամ հեռուստացույցով sense բան ասեցին։ Դա այսինքն հեղինակություն ունի տվյալ հաղորդում ասենք, թե ասենք անձնավորություն կամ ինչ որ հեղինակություն կա, այսինքն մարդը հակված է վստահելու հեղինակությանը։ Այս դեպքում ինչն է այ պատճառ հանդիսանում, որ ասենք հեղինակություն ձեռք բերվի մարդու մոտ, ինչը կարա պատճառ դառնա հեղինակության։ Քո վարվելակերպը,
քո գործողությունները, քո խոսքը, որ ասում ես, կատարվում է, անում ես, քո հոգատարությունը, քո վարքագիծը, ճշմարտացիությունը։ քո Մարդիկ խափնվել են, ճշմարտացիությունը, ասենք քո այդ բերած օրինակին, ասենք հերոստացույցին կամ այն ժամանակվա, ասենք շատ ինչ որ մտքերի մարդը կապիկից առաջացա եւ այլն ինչ որ կար դասագրքերում էր գրված դա էլ հեղինակություն էր գիտնականներ ինչ որ բաներ են ասել հեղինակություններ այսինքն մարդը իր միամտությամբ խափնվում է դրանց հետ խափնվելուց կարող է ինքը վստահել որովհետեւ ճշմարտությունը չգիտի կամ ճշմարտությունը իմանալուց երկուսն էլ միջոցներ են որ կարող են հասնել վստահության մեկին կարող են խափելով, ասենք որոշ բաներ ցույց տալով, ընթացքում բերեն դրա, որ մարդը վստահի, վերջում այսօր շատ այտենց մարդիկ ֆինանսները դնում են ինչ-որ միտեղ, վերջում խափնվում են։ Սկզբից վստահում են, այսինքն շատ գովազդը շատ մեծ նշանակություն ունի, որտեղ եթե խափում են, տարբեր ինչ-որ բերում են տարբեր մեծ հայտնի մարդկանց, որ իրանք էլ են այդ գործի մեջ։ Հեղինակություններով, այսինքն գալիս է հեղինակության այդ բանը, հա, այդ կարմիր գիծը, որ հեղինակությունը ամենայն դեպս այս հարցում շատ մեծ նշանակություն ունի։ Եվ նաև կարամ ավելացնեմ, եղբայրն էլ վստահության հետ կապված շատ կարևոր է, շատ կարևոր ու շատ լուրջ, երբ որ մարդը քեզ մի բան ասում, դու էդի պահում ես, ոչ թե տարածում ես, ու դա շատ կարևոր է ու մեծ արժեք է, ասենք տվյալ մարդի համար, որ ինքը արդեն տենում է, որ դու տարածող չես։ Ինչ որ մարդը սիրտը բաց է, կիսվել է քո հետ։ Ու դու դա պահում ես, ոչ թե տարածում ես, այլ այդ իր կիսված հարցին հələ օգուտ ես բերում։ Ինքը տենալով, որ դու այն ինչ որ ինքը կիսվեց քո հետ, որ դու չտարածեցիր, այդ իր գաղտնիքը չբացահայտեցիր, այլ հակառակը այդ իր գաղտնիքին լուծում տվեցիր, այդ մարդու մեջ արդեն այդ հավատքի ոգեշնչումն է, որ ինքը արդեն սկսում է քեզ վստահել։ Վստահելու տարբեր բնագավառներ կար, ասինքն եթե մեքենան փչացել է, ես տանում լավ արհեստավորի մոտ, ինքը լավ սարքում է, հարմար, տենում լավ սարքեց, 1 2 3 սկսում եմ վստահել ես արհեստավորին իմ մեքենան։ Այն մարդը քո գաղտնիքն է, իր գաղտնիքն է վստահում քեզ։ Այն մեկը ինչ որ, այսինքն գալիս է հեղինակության հարց։ Ինչից առաջացավ այդ հեղինակությունը։ Մեկը իր գործից, մեկը շատ ասեց որ ճշմարտությունից ինչ են կարծում, այ ինչն է պատճառը, ինչն է դառնում են օգնող են հիմքը Աստծուն վստահելու համար։ Առաջին հիմքը ես կարամ ասեմ, որ Աստծու կողմից տված հայտնություն կամ Աստված իրան ներկայացնի մարդուն, ցույց տա մարդուն, թե հայտնությունով, թե խոսքով, թե ինչ-որ մի իրավիճակով, որ մարդը այդ կրիտիկ իրավիճակում տենալով, որ իրան վտանգ է կամ ինչ-որ կրիտիկ իրավիճակներ ա լինում, որ պատասխան չունի կամ հարցի ելք չունի, Աստվածը թե ոնց որ ասած իր ներգործությունով ելքն է տալիս տվյալ մարդուն, ասենք ու մարդը տենալով այդ գործողությունը, որովհետև մարդը որպես հոգևոր արարած ու Աստծու արած գործը մարդը զգում է դա, որ Աստված էր։ Դա չի կարա պատահականություն լինի, չի կարա անես, կարա եւ պատահականություն, բայց հիմնական որ երբ որ Աստված գործում է, մարդը դա զգում է։ Դա չի կարա չզգա Աստծու գործողությունը։ Ու այդ իրավիճակներից հենելով արդեն մարդը արդեն սկսում է ոնց որ ասած Աստծու հետ փոխհարաբերվել, Աստծուն վստահել ու արդեն քայլել դեպի Աստված։ Այ Աստծու հայտնությունը որն Աստված ոնց է իրան հայտնում։ Ոնց որ դու ասացիր, հավատքի վստահությունը նույն հավատքի ինչ որ մի տեսակ է, կամ ասենք ռուսերեն ոնց որ ասում են վերից դավերից նույն արմատն ունի, այստեղ վստահելում ես վստահում, երբ ումոր հավատում ես։ Հավատում ես, վստահում ես։ Նույն Աստծու մեջ, երբ որ դու Աստծուն հավատում ես, իր առաջնորդությունը ընդունում ես ու քայլում ես իր ճանապարհներով, Աստված իրան տարբեր ժամանակներում, տարբեր քո կյանքի բնագավառներում իրան ցույց է տալի։ Ու դու տենում ես իր ձեռքը։ Հիվանդության ժամանակ բժշկություն անում, նեղության մեջ անում է։ Դու տենում ես որ Աստծու խոսքը ինչ որ Աստված գրել է իր խոսքի մեջ, ինքը իրան արտահայտում է քո կյանքում։ Այսինքն, եթե վերցնենք Աստվածաշունչը, Աբրահամը Աստծուն տեսավ այս իրավիճակի մեջ, ասեց Եհովա իր, այսինքն Աստված
նախորոք տեսնում է, պատրաստում է զոհը։ Պատրաստեց, դրա համար ինքը դրեց Աստծո այդ անունը։ Այսինքն մի ուրիշ տեղ բժշկում է, ասում է Աստված իմ բժիշկն է։ Մի ուրիշ տեղ հաղթում են, ասում է Աստված իմ հաղթության դրոշն է։ Այսինքն երբ որ մարդը հավատում է, քայլում է Աստծո ճանապարհներով, Աստված իրան ցույց է տալի, հայտնություն իրան հայտնում է, որպես փրկիչ, որպես բժիշկ, որպես ազատիչ, որպես բարեկամ, որպես խորհրդատու, որպես մխիթարիչ, այդ ամեն ինչով դու սկսում ես քո կյանքում տեսնելով այդ ամեն ինչը, սկսում ես վստահել արդեն, գիտես որ Աստված քեզ չի թողնում, թեկուզ քեզ թողնում։ Ասենք որ այդ վստահության ինդիկատորն էլ Աստվածաշունչն է հենց։ Ամեն Աստծո խոսքն ու Աստծո հոգին իրար հետ։ Որովհետև Աստծո խոսքը եթե շատ մարդիկ կան, պրոստ ուղղակի գիտեն Աստծո խոսքը, բայց չունեն վստահություն այդ խոսքին։ Իսկ երբ որ Աստված բացում է իր խոսքը խոսեցինք հեղինակության այդ Աստծո խոսքը հեղինակություն չի իր համար։ Դες Աբրահամին Աստված ասեց դուրս արի քո հոր տնից։ Հավատաց գնաց։ Ու Աբրահամի ամբողջ կյանքում Աստծո առաջնորդությունը եղավ ու Աբրահամի հավատքը վստահելն էլ եղավ։ Միասին գործեցին։ Արդեն Աստված Աբրահամի համար հեղինակություն էր, այնքան հեղինակություն, Աստծո խոսքը ինքը այնքան հեղինակություն, որ գիտեր Աստված հարություն գտա, եթե ինքը սպանել իր տղուն, Աստված հարություն է տալու։ Մեր կյանքերում մենք պետք է այնքան վստահենք Աստծո խոսքին, որ այդ խոսքով շարժվելուց մենք գիտենք, որ Աստված կանգնած իր խոսքի հետևը։ Իհարկե դա գալիս է Աստծո հետ փոխհարաբերություններից։ Դու մարդուն չճանաչելով կամ Աստծուն չճանաչելով չես կարող վստահել։ Վերստին ծնված մարդը, պետք է դրսևորումները տեսնես, պետք է այսինքն ճանաչես, որ կարեն ասես։ Նույն բանը վկայելն է։ Ես ասենք իմ կյանքում Աստված ինձ ազատեց, ես վկայում եմ, որ Աստված ազատող է, Աստված բժշկող է, Աստված փրկող է, իմ կյանքում արեց։ Ես վստահում եմ Աստվածի հետ խոսած, ես գիտեմ, որ Աստված ինձ չի թողնում։ Ես հաստատ վստահ եմ, Աստված երբեք ինձ չի թողնի։ Ոնց որ Դավիթն ասում Սաղմոսի մեջ, թեկուզ մավան շոքի ձորով անցնեմ, թեկուզ Աստված միշտ իմ հետ, Աստված հոգա տանում, այդ որտեղից է գալի փոխհարաբերությունից, վստահելուց։ Նախ Աստծո խոսքը ճանաչես, հոգին պետք է բացի քեզ այդ խոսքը, ու այդ խոսքով շարժվելուց դու այդ փոխհարաբերությունները ունենում ես։ Եղբայրս մի հատ լրացուցիչ ավելացնեմ, ընդհանուր վստահության հիմքի վրա ընկած է, շատ կարևոր է, դա գլուխն է կարելի ասել, հավատք։ Միջև վստահելը պետք է մարդու մեջ հավատք լինի առ Աստված։ Եթե հավատ չկա, ոնց որ Եբրայեցիս թուղթն ասում չէ, անկարելի է Աստծուն հաճո լինել առանց հավատքի, չէ։ Դե մենք ասացինք, որ այսինքն վստահության հիմքում կախված է հավատք, երբ որ մարդը ոնց որ նոր եղբայրն էլ ասես, հավատքը լսելուց է լսել Աստծո խոսքից։ Հետո մնացած գործողությունները, եթե հավատք կա, արդեն սկսում է մնացած գործողությունը իհարկե նաև Սուրբ Հոգու օգնությամբ, մենք նաև Սուրբ Հոգուն պետք է միշտ հիշենք, որովհետև ինքն է մեր մեջ գործում, այդ վստահության արմատները գցում մեր մեջ, որ մենք կարողանում ենք սկսենք վստահել։ Սուրբ Հոգու միջոցով ենք սկսում ճանաչել աստվածության նո սենց ասած ինչքան նստված է լիությունը, չէ, Կորինթացիս մեջ ասում է, չէ, մենք այսօր մասամբ գիտենք, բայց որ Տերը եկավ, մենք ամբողջովին կիմանանք։ Այսինքն ամեն ինչի հիմքում ընկած է հավատք։ Հավատքից հետո Սուրբ Հոգու բան հարցնեմ, եւ դրանից հետո էլ արդեն սկսում Աբրահամի մասին խոսած։ Աբրահամը հավատքի հայրն է։ Այո։ Աբրահամը հավատում էր ասում։ Ինչի համար դառավ հավատքը։ Վստահեց։ Եղավ դժվար մի հատ իրավիճակ, որ նա ստեց։ Հիմա ինչ կարանք ասենք, էսի, կիսա ստեց։ Ինչ ասենք, էսի անվստահություն էր Աստծուն։ Թե էսի վախի հետևանք էր, թե ինչ է։ Գիրքն ասում է, որ վախի հետևանք էր, էսի վախ։ Դա մարդկային է, մենք մի րոպե վախն էլ չի անվստահության իր մեջ չի ընդգրկում այդ անվստահության բանը։ Ես կարամ գիտես ոնց ասեմ եղբայրս մենք մարդ արարածներս ըլնում է դեպքեր մենք այո հավատքի մեջ ենք, հայլում ենք, գործում ենք, ծառայում ենք, բայց ըլնում է պահեր մենք մարմնի մեջ ենք ոնց որ գիտես ոչ թե մոռանանք մեր ինքնությունը թե մենք ով ենք, ինչի մեջ ենք այլ մի բան ոնց ասեմ միտքը մթագնում է կարամ ասեմ կամ չեմ կարող էլի ճիշտ մեկնաբանություն ասեմ
որ այդ պահին դու ոնց որ դու մոռանաս թե դու ով ես, այդ ոնց որ խուճապին մատնվես այդ իրավիճակի մեջ։ Խուճապի մատնվելով ոնց որ դու ոչ թե արդեն սառը մտքով ես դատում, այլ այդ պահին ինչ է էմոցիաների թիմա վրա ազդում, միանգամից դու այդ սխալը թույլ ես տալի, բայց եթե ոնց որ ասած այդ էմոցիաները չնի այդ իրավիճակի մեջ մի քիչ ոնց որ ասած սառը դատողությունը մոտիկանաս, որ դու իմանաս սպասի, Աստված է իմ հետևակայնած, Տերն է իմ ապավենը, ինքն է իմ ասպարը, ինքն է իմ համար պատերազմանողը, ինքն է իմ առաջնորդը։ Տերը ասել է, որ ձեր գլխից մաս չի պակասի։ Հիշեցի, արկամա հիշեցի մի հատ իմ այդ դեպքը պատահեց, որ այստեղ վերջը մենք էմիգրանտ ենք, մենք գիտենք, ասենք էմիգրանտի կյանքում ինչ կարևոր դեր է խաղում թուղթը, դոկումենտները։ Ու մի օր նամակ ստացա, արի ներկայացի քաղաքապետարան, հետո խոսալու բան ունենք։ Վերջ, այսքան։ Դե դի արդեն իմ համար մի հատ սև թուղթ էր, ասենց ասած, որ հեսա հետ են ուղարկում ինձ։ Ես էլ այդ ժամանակ ինչ որ գործընթացի մեջ էի։ Հիմա վախեցա ես։ Ռեալ վախեցա։ Ու այն մարդկային բաներով սկսեցի մտածել ու եմ խախնում, ու եմ գնում, ինչ եմ անում։ Հետո ոնց որ մի հատ ոնց որ մեկը ինձ ասեր, որ մի հատ լավ մտածի։ Ես մտածեցի, եթե Աստված ինձ այստեղից ուզում է ուղարկի, ուր էլ փախնեմ ուղարկելու է։ Եթե Աստված ինձ այստեղ ուզեց պահի, ով էլ լինի ինձ այստեղից չի կարողանա։ Ամեն, ամեն։ Այսինքն ոնց է Սլավն ասում, կարա լինի այդ վախը, այդ պահը, այդ ոնց ասեն, այդ մարդկային զգացումը, որտեղ Աբրահամն էլ ինքը հավատքի մեջ քայլեց։ Բայց պահի տակ ստացվում է, որովհետև մենք ոչ մենակ հոգի ենք, այլ մարմին ենք, մարմինի մեջ կա մեր անձնական մտածողությունը, մեր աչքերի տեսածը, մեր ակաժների լսածը, դրա համար Աստված շատ տեղեր ազգուշացնում, ասում մի վստահի քո հասկացողության, այլ Աստծո խոսքին վստահի։ Մարդ ենք, այս աշխարհի մեջ մենակ մեր մարմնական ձայնը չի, մեր հոգու ձայնը կա, մեր մարմնի ձայնը կա, աշխարհի ձայնը կա, սատանի ձայնը կա։ Մեր կյանքի փորձը կա, որ մեզ առաջնորդում է։ Այսինքն մենք մեզ խանգարում ենք շատ ժամանակ։ Հավատքն ու վստահությունը դրանք մեդալի երկու կողմեր են։ Առանց մեկի չես կարող հավատաս չվստահես կամ վստահես չհավատաս։ Այսինքն դրանք այնքան մեկ են, որ դու չես կարող իրարից առանձնացնել։ Բայց գալիս ապա մենք հավատում ենք, վստահում ենք մեր կյանքի փորձին, մեր աչքերի տեսածին, մեր մտածածին, քան ասենք Աստծո այդ ժամանակ մարմինն է հաղթում։ Աբրահամին այդ ժամանակ մարմին այնքանով հաղթեց, որ իրոք կարող են սպանել։ Մեր Հովհաննես Մկրտիչն էլ Հյուսին ինքը այդքան հայտնություններ ինքն ասեց, սա Աստծո գառն է եկել այ եւ ում որ հոգին իշնի մնա ինքը տեսավ այդ ամեն ինչը, բայց երբ իրոն բան նստեցրեցին, ասեց հրասակ ինքն է որ պետք է գար թե ուրիշին սպասենք։ Մարդկայինը խոսած, որովհետեւ ինքն էլ գիտեր որ պետք է գա, փրկիչը փրկի շատ բաներից, բայց իրան տարը բերդ է նստեցրել, բանտ է նստեցրել։ Այսինքն մեր մեջ էլ կլինի պահեր, որ գգա այդ կասկածը։ Հենց մենք այդ կասկածների մեջ ենք աճելու։ Մի անգամ կանգնենք, մի անգամ մեր այդ կասկածը հեռու կդնենք, դրանց մեջ մենք պետք է այնքան ընկնենք հելնենք, որպեսզի մենք սկսենք մեր վստահությունը շատանա, որ մենք ավելի շատ վստահենք Աստծո խոսքին, Աստծո ասածին, քան թե մեր տեսածին, մեր լսածին։ Այո, ամեն։ Հիսի համար էլ Աստված ասում է իմ հաճությունը իր հետ է, որովհետև ինքը իր աչքի տեսածով կամ իր լսածով չի դատում, այլ Աստծո խոսքով։ Այո, ինչ մենք աճ պետք հոգևոր, որպեսզի ասենք դրա։ Լավ, եթե անցնենք այսպես առօրյա կենցաղային հարցերին։ Ասենք, մարդը աշխատանք է փնտրում։ Աշխատանք է փնտրում։ Հավատացյալ, քրիստոնյա, Աստծուն նվիրված մարդը։ Խորհուրդ ենք տալի, վստահի Աստծուն, լավ կլինի։ Այ գործնականում այդ վստահելը ինչ է նշանակում, ինչ պետք է անի մարդը։ Իմ կյանքի փորձից ասեմ, Ասա։ ես խնդրում եի լավ գործ, ունենց եղավ իմ նախկին գործից ինչ որ կոմպյուտերներով հարցում են արել, ոնց որ վիճակագրություն։ Ընկնում է այս մարդուն, իրանք պետք է գործը փոխեն, դուրս գան։ Միշտ փոփոխությունը դժվար է, բայց ես աղոթել եմ։ Ու Աստված այնց արեց, որ
այդ գործից որպես ինձ հանեն, իրանք պետք է մի ուրիշ գործի համար ինձ նախապատրաստեն։ Դրա համար իրանք ֆինանսներով ես վարորդական իրավունքի քննություն, դասընթացներ արեցի ու ավելի լավ գործ Աստված դրեց։ Բայց այնպես չէր, որ մենակ աղոթում ենք ու սպասում ենք ինչ կլինի։ Աղոթում ենք, մենք մեր քայլերն անում ենք։ Բայց հավատում ենք, որ Աստված ինչ էլ անի, մենք աղոթ լսող Աստված է։ Ինքը մեզ կտանի այն ճանապարհները ու կդնի այն գործին, որ դա մեզ ավելի ճիշտ է, ավելի հարմար է, քան նախկին գործը։ Կարևորը ոնց որ ասած, մարդը այդ պահի մեջ ինքը պարապ չմնա, մենակ ասի աղոթ կանեմ ու всё։ Այսինքն մարդը պետք է զբաղված լինի իր ասեն գործով, բայց Աստված էլ այնց իրավիճակ կստեղծի տվյալ անձի համար ու կտանի կդնի այնտե ոնց որ Աստված գիտի ու Աստված է նախատեսի իր համար։ Բայց Սլավիկ ջան, դա չի դառնում, որ մարդը սենց նախաձեռնությունը վեկալում է իր ձեռը։ Եթե մենք սկսում ենք ստեղ էս անել, կարող է եթե ստե հարցը նրանումն է, եթե դու աղոթք ես արդեն արել Աստծուն, բայց դու զբաղված ես քո փնտրտուքներով, չէ՞։ Աստված էլ իր գործն է անում։ Ու դու ինչ է լինի, որ Աստված քեզ տարավ դրեց իր քո էս նախատեսած գործի վրա, դու զգալու ես էդի որ Աստծո, որովհետև մենք որպես հոգևորներս մենք զգում ենք Տիրոջ գործը մեր կյանքում, չէ՞, մենք Տիրոջը սկողությամբ տակ ենք։ Ինքն է մեզ առաջնորդում։ Մենք գիտենք, որ մենք ինչ էլ անենք, մենք մեզանով չենք անում, ամեն ինչ Տիրոջ շնորհիվ է ու Տիրոջ առաջնորդությունով է, ինքն է նախատեսում, ինքն է առաջնորդում, ինքն է գործում։ Ստե ինքն է հոգ տանում մեզ համար, այո, ոնց որ ջրված է մի հոգ մի արեք ձեր ինչ եք ուտելու, ինչ եք խմելու, այո։ Բայց դա չէ նշանակում, որ պարկես դիվանի վրա ու ասես։ Այո, այսինքն Աստված սոլուցիոնը չի ընդունում, ամեն։ Դե դրա համար ես ուզում եմ ասել, որ դու զբաղվի քո փնտրտուքներով, բայց քեզ Աստված նորմալ է, որ մարդը հելնի, ման գա, գնա հարցնի, գրանցվի ինչ որ բյուրոներում աշխատանքային եւ այլն, այսինքն փնտրի կգտնի, ով թակի կբացվի, ով խնդրին անկտրվի։ Աստված ասում է չունեք, խնդրեք, ես կտամ, այսինքն չի նշանակում, եթե չունես ասես, բայց նստես սպասես։ Միևնույն ժամանակ դու կարող ես շատ ջանքեր անես, բայց էլի չստացի, բայց միևնույն ժամանակ պետք է հավատքդ չկորցնես։ Տեր, ես փնտրեցի, ես իմ քայլերն արեցի։ Ես վստահում եմ, դու ապահով ես ինձ։ Ամեն։ Այդ վստահությունը չպետք է։ Ամեն, դե դրա համար շատ կարևոր է, որ ասենք անձը, մարդը, հավատացյալ մարդը, որ ինքը զբաղվի ոչ թե մենակ աղոթք, ոչ թե մենակ խոս, ասի ձեռներս ցալած, սպասեմ ոնց որ մի հատ օրինակ կա, սա ասե գիտենք հավատացյալներս, որ ասում է մեկը խեղդվելուց է լինում, մեկը նավակով գալի ասում արի փրկեմ, ասում չէ, ասում Աստված կօգնի ինձ։ Մի խոսքով 2-3 անգամից հետո որ խեղդում է, դու Տիրոջ մոտ ասում է Տեր, ասում ես քեզ էի վստահի բան չարի չօգնի, ասում է բայց 3 հոգում որ ես ուղարկի, դա ես էի։ Այսինքն ըստ մնում է որ մարդը բաց լինի, իր գործերի մեջ ինքը զբաղվի, բայց Աստված իրավիճակներ կստեղծի ու կտանի այնտեղ, որտեղ Աստված է նախատեսել։ Այստեղ մի հատ էլ ես ուզում եմ մի ուրիշ կողմից էլ նայենք։ Մարդը աղոթում է, փնտրում է, զանգում են, կանչում են գործի, մենք հավատացյալ ենք, մենք մեր համար Կիրակի օրը շատ կարևոր օր է, դա մեր Տիրոջը նվիրված օր է, որը մեր պաշտամունքի օրն է, մենք այդ օրը անցկացնում ենք Աստծո ժողովրդի հետ, Աստծուն երկրպագել են։ Բայց գործատերը Կիրակի օրերը կանչում է գործի։ Գործ կա, բայց Կիրակի օրն է, ինչ անի մարդը։ Այս իր աղոթքի պատասխանն էր, թե այս չէր, թե Իմ սուբյեկտիվ կարծիքով մինչև դու այդ գործին պատրաստվել, այսինքն եթե դու պայմանագիր ես կնքում արդեն նախապատրաստում ես գործի, իհարկե դու էլ քո բաները, պունկտերը պետք է ներկայացնես, եթե դու տենում ես որ պետք է Կիրակի օրն էլ գործի եթաս, այսինքն դու իր համար հարց ես առաջ դնում, կներես եղբայր, օրինակ Կիրակի ես չեմ կարա գամ, ես պրյամ, ասենք սկզբից ասում եմ Հետո որ խոչընդոտություն չառաջանա, որտեղ դա իմ համար սուրբ օր է։ Այսինքն պետք է հավատացյալը նաև իր հոգևոր արժեքը բարձունքի մեջ պայի։ Անկախ նրանից, թե իր գործը կլինի Կիրակի, թե չէ։ Եթե դու քո հոգևոր արժեքը բարձր պայիր ու գործատենը քեզ գործից հանի հենց այդ օրվա համար,
100% համոզված եմ, Աստված կփառավորվի, Աստված քեզ ուրիշ գործ կտա, ավելի լավը կտա։ Այսինքն կարելի ասել, եթե մարդը ընտրում է աշխատանք ու գտավ աշխատանք, որը որ հակառակ է Աստծուն, աստվածապաշտությանը, հակառակ է Աստծո գործին, Այստեղ առաջնության հարցը մարդը ինչու՞մ է տալի առաջնությունը։ Եթե տալիս է Աստծուն առաջնություն, ինքը ամեն ինչ կհամապատասխանեցնի ըստ Աստծուն, ըստ Աստծո կամքին, Աստծո ուզածին։ Իսկ եթե առաջնությունը տվեց իր ֆինանսականին, իր հեշտությանը կամ չգիտեմ ինչին, ինքը կարող է Աստծուն, բայց հենց մի հատ էս բանը կասես Աստված տվեց։ Ու կգնա այդտեղ, բայց ինքն է կհասկանա, որ դա Աստված չի տա հակառակ բան։ Այսինքն այդ գործը եթե իրան պետք է կդրի Աստծուց, Աստծո ծառայությունից, Պետք է Աստծո տված չի, մարդը պետք է հասկանա զանազանի, այսի Աստվածանից էր, թե Աստվածանից չէր։ Այսինքն, եթե մի բանը պետք է խանգարի Աստծուն ծառայել, Աստված ասում է լսեք իշխանություններին, բայց եթե իշխանությունը այս բանը ասում խանգարի քո աստվածապաշտությունը, այդ դեպքում դու պետք է չլսես։ Այսինքն նույն բանն է, եթե քեզի դու աղոթում ես ու գործը, դա փորձությունն է, որ դու գործի կարիք ունես, գործ եղավ, բայց հակառակ Աստծո կամքին, դու կգնաս այդ գործին, թե դու կասես Տեր, ես այս գործը մերժում եմ, ես քեզ վստահում, քեզանից սպասում, ես գիտեմ, որ դու ինձ համար լավն ես պատրաստած։ Թեկուզ մի քիչ են իմ աշխարհը, թեկուզ քիչ է, բայց ճիշտ է։ Քո սրտը ուզած, որովհետև Աստված գիտի, որն է քեզ ավելի պետք, որտեղ դու կարաս աճես, որը քեզ չի խանգարի քո ծառայություններին եւ այլն։ Օրինակին որդու պատմությունից ասեմ, եղբայրները, որ իմ որդին սկսեց աշխատանքի գնալ, ես իրան ասի, որ քո ծառայության օրերը դու չարժեքազրկես Աստծուն, քո փողի կամ այդ քո գործի հետ կապված ասի։ Այդ ուսանողական ու աշխատանքի։ Այո, ուսանողական աշխատանքին։ Ու այսօր ինքն էլ փառք Աստծո, որ որտեղ էլ է թվում, միշտ այդ հարցը դնում է հենց սկզբից համաձայն եք օրինակ մի քանի տեղ լավ վարձատրում էին, իրոք լավ էին վարձատրում, բայց հենց այդ պատճառով որ պետք է ինքը համ ուրբաթ, համ կիրակի գար, որ ուրբաթ օրը մեր աղոթքը ժողովն է, կիրակի օրն է մեր ծառայությունը, հենց դրա պատճառով ինքը ուղղակի ասեց ես չեմ գալի, всё։ Ուզում եմ ասեմ, բայց հիմա ընտրության հարցը։ Այո, բայց հիմա Աստված իր համար մի հատ այնպես գործ տվեց, որ ավելի հեշտ, ավելի շատ հեշտ ու այնպես լավ վարձատրվող, որ չեմ ասի այն գործի պես, բայց էլի փառք Աստծո։ Ես այդ առաջանում եմ Աստծուն վստահելու ու Աստծո հեղինակությունը բարձրանում է, Աստծո խոսքի հեղինակությունը, որ ինքը Աստծո խոսքով սրան մերժեց, սրան առաջնություն տվեց, Աստված իր գործն արեց։ Այսի մի հատ քայլը իր հոգևոր աճի համար, որ մյուս հարցերի մեջ էլ ինքը կտա առաջնությունը Աստծո խոսքին, Աստծո կամքին ու կշահի դրանով ավելի կբարձրանա։ Երևակային նման հարցերում շատ անգամ ավելի մենք հոգևոր ենք կոփվում, քան թե ինչ որ ֆիզիկական հարցերն է մեր լուծվում։ Աստծո գործն հենց այդ է մեր մեջ, որ մեր հոգևորը աճեցնի, մեր հոգևորը ավելի զարգացնի, ավելի հաստատի, ոչ թե մարմնավորը։ Դե ամեն փորձությունն էլ հենց հավատացյալի համատրված է, որ իր հոգևոր ասենք հավատքը, իր հոգևոր բոլոր զգայարանները աճի։ Աստված դրա համար է փորձություններ թույլ տալի։ Նաև կուզենայի նշել եղբայրներ, որ ես նոր ասեցի, որ իմ որդին որ այդ սենց կոմպրոմիսների չգնաց, հիմա այդ գործը որտեղ որ ինքը ընդունվել է, որ իրան ընդունել են, դա հնարավոր չէր, որ իրան գործի ընդունեն, բայց Աստված ցույց տվեց իր փառքը, որ ամեն ինչ որ խոսք ասում է կարան ինձ զորացնող Հիսուս Քրիստոսով Տերը առաջնորդեց, Տերը օրհնեց ու իրան մցրեց այդ աշխարհը։ Դա մի բարի վկայություն, որ ինքը կարա վկայի ուրիշին։ Այո, ամեն։ Էլի մի կենցաղային հարց կա, որ շատ հաճախ պատահում է, բժշկության հետ կապված, հիվանդության հետ կապված հարցը։ Այ հավատացյալի մասին է խոսքը, քրիստոնյան հիվանդություն ունի։ Հիմա ինչա սա կապված է նման մարդու անվստահությունից Աստծո հանդեպ, թե սա մի ուրիշ բան է։ Ամենադժվար հարցերից մեկն է, որովհետև շատ Աստծո մարդիկ, շատ հավատքի մեջ, շատ վստահելու մեջ, բայց նոր հիվանդանում են։ Միևնույն ժամանակ կա իրանց հավատքով բժշկվում են։ Կա որ թերահավատությունից չեն բժշկվում։ Սրանք
տեղ կա, որտեղ որ ասենք Աստծո կամքն է, տեղ կա, որ քո հավատքի գործոնն է։ Միանշանակ այս հարցին պատասխանը ինձ թվում է չի լինի, որովհետև օրինակ տենա եղբայրները ոնց որ աշակերտները չէ, որ մի քույրի բժշկեց, ասեց ով է մեղավոր, ով է մեղ գործը Քրիստոսին հաշտվին, ինքը ասեց ոչ մեկ, սենց է ինքը ծնվել Աստծո փառքի համար։ Իսկ կա էր որ մեղքերի հետևանքով է, իհարկե միանշանակ չեն կարող ասենք, բայց այն որ Աստված դաժե կարելի ասել որ եթե մարդը հավատացյալը, ծառայողը մնում է հիվանդության մեջ, ուրեմն ի փառք Աստծուն, ուրեմն Աստված դրա մեջ մի բան գիտի, պահում է դրա մեջ, որ մարդը չշեղվի, որովհետև մարդ արարած է անկախ նրանից ինչ ծառայության մեջ է լինես, ինչ ձևի ծառայող է լինես, հակառակորդ թշնամին ինքը միշտ գործելու է։ Աստված կարող է քեզ էտրամեջ պահի նրա համար, ոնց որ մենք գիտենք Եզեկիելի պատմությունը, երբ որ Եղիսեն եկավ ասեց կտակը հանձնի ուրիշին, որ հեսա դու այսքանի օրից մահանալու ես։ Ինքը շրջվեց պատի շուրջ սկսեց լացել, Եղիսեն որ պետք է արդեն դարպասներից դուրս գար, Տերը ասեց հետ գնա, ասա որ 15 տարի ավելացնում եմ, բայց մենք գիտենք ավարտը ոնց իրա վերջացավ, ինչ ձևի ավարտ ունեցավ։ Նույնն է մեր այսօրվա ժամանակաշրջանում կարա նույն ձևի իրավիճակ լինի, որ Աստված պահի է ձև, բայց մարդը գործի չերևա էլ որ ինքը ասենք հիվանդա, չերևա էլ որ ինքը ասենք փայտով է, չերևա ինքը ակտիվ գործի Աստծո փառքի համար։ Աստծո էսի ոնց որ ասած իշխանության ու իմացության տակ է։ Չես կարող ասես մի կողմից մեղ կնա, չես կարող ասես դա մեղ չի։ Իսկ բժշկությունը, ասենք մարդը սրտանց Տիրոջը նվիրված, ասենք հավատացյալ է ու աղոթում է, տարիներ շարունակ աղոթում է, ընդհանրենք ասենք ինչ հիվանդություն կա, որը որ ասենք գիտենք տարբեր ասենք դիաբետիկ հիվանդություն կա, որ երկարաժամկետ հիվանդություններ, երևանյան հիվանդություն կան հիվանդություններ, որոնք մարդու օրգանիզմը թուլացնում, քայքայում են, իմունիտետը գցում են, մարդը տարիներով աղոթում է, բայց բժշկություն չկա։ Կարանք սրան այն պիտակը կպցնենք, այն sense մեծ տարերով տակը գրենք, մարդը չի վստահում Աստծուն դրա համար էլ չի բժշկում։ Եթե այդ պիտակը կպցնենք, նշանակում է ոչ մի մարդ չկա, որ հաստատ վստահություն ուրեմն ցույց տա, որովհետև ծերությունն էլ հիվանդության արդյունք է։ Եթե մարդը եթե ծերանում է, նշանակում է ինչ որ բջիջներ մահանում են, հիվանդանում է ինչ որ բաներ, այսինքն մարդը չէր մեռնի։ Հիվանդությունը միանշանակ մեղքի արդյունք է։ Մեղքը երբ որ մտավ աշխարհ, այն ժամանակ հիվանդությունը մտավ, մահը մտավ։ Մենք էլ մահկանացուներ ենք այս մարմնի մեջ, ուզենք թե չուզենք։ Ինչքան էլ ուզում է վստահող լինենք, ինչքան ինչ էլ ուզում անենք, Աստված դրել է այս աշխարհի մեջ այս օրենքն է, որ պետք է մենք մեծանանք, ծերանանք, մահանանք, որ գնանք Աստծո մոտ։ Մեկի մոտ այդ հիվանդությունները մի քիչ շատ են, մեկի մոտ մի քիչ քիչ են, բայց ամեն մարդ կարող վստահություն արտահայտի կամ չարտահայտի իր չափով, բայց որ միանշանակ պիտակավորենք, եթե այս մարդը հիվանդ է, նշանակում է չի վստահում, այդ ձև ոչ մի մարդ չի լիներ հավատացել։ Այ լավ բան ասեցիր, ասենք մարդը ծնվում է, ծերանում է, հիվանդանում է, մահանում է, գնում է Աստծո մոտ։ Այ իմ կարծիքով ստեղ ավելի շատ վստահությունը այն հավիտենական կյանքի վրա պետք է լինի, որ նույնիսկ եթե ես այսօր հիվանդ եմ, նույնիսկ եթե ես այսօր լավ չեմ, նույնիսկ եթե այսօր ես ինվալիդ եմ կամ չեմ կարող, բայց Տերը պատրաստել է այն լավագույնը ինձ։ Աստված ինչ է խոստանում։ Դրա համար Ինձ սիրողների համար ամեն ինչ դեպի բարին է, դեպի լավն է։ Ամեն մարդ ինչ մի վիճակի մեջ լինի, վերցնենք Հոբը։ Ինքը հիվանդացավ, կորցրեց ամեն ինչ ու հիվանդացավ շատ ահավոր հիվանդություններով, բայց իր համար վերջը բարին եղավ։ Այսինքն ինքը ինչ որ կորցրել էր, ունեցավ նորից, ինքը առողջացավ, ինքը Աստծո հետ հարաբերություն ավելի լավ ունեցավ։ Մեր կյանքում միգուցե չբժշկվենք, բայց գիտենք որ վերջը բարին է, վերջը Աստծո խոստումներն են։ Ամեն։ Ու շատ կարևոր է որ իրոք ոնց որ նոր ասի եղբայրներ որ վերինների մասին մտածեն, Սուրբ Գիրքն ասում չէ, ասում է վերինների մասին մտածեն, ոչ թե այս աշխարհային։ Ժողովողի մեջ է լավ է խոսքը մեկնաբանում, ասում է մարմինը դառնում է հողին,
հոգին դառնում է Աստծուն։ Կարևորը որ հավատացյալ մարդը չկորցնի իր կոնցենտրացիան երկնքի նկատմամբ։ Իր ոնց որ ասած կենտրոնը Քրիստոս, երկնքի առկայություն դա չկորցնի, Գիրքն ասում է, ինչը բաժանում ես Քրիստոսի սիրուց, ոչ հիվանդություն, ոչ այն, այսինքն Աստծուն ճաշակած մարդը ինքը ամեն ինչը մի կողմ կդնի, կփափագի երբ կմոտենա Աստծուն, երբ կհանդիպի Աստծուն արդեն երկնքում իր արքայության մեջ։ Դրա համար ստեղ ինչ էլ որ լինի, ինքը մի ուրիշ ձևով կտանի դրանք։ Ինքը գիտի որ ամեն օր ինքը մոտենում է Աստծուն, ամեն ինչի համար փառք կտա, ամեն ինչի մեջ կգոհանա, ամեն ինչի մեջ ինքը կաշխատի այն լավը տեսնի, բարին տեսնի, որովհետև իհարկե հավասարակշռության համար էս էլ ասենք իմ մայրը մահացել է ռակով հիվանդությունից, քաղցկեղից, ես տեսել եմ մարդը ինչ ցավ կարա ապրի ու որ ճիշտը խոսենք, ասենք դժվար է երբ որ մարդը հիվանդ է ցավի մեջ է։ Ասենք կարող է հիմա մենք առողջ նստել ենք շատ հանգիստ խոսում ենք, բայց այդ տառապանքը ահավոր է մարդու համար։ Բայց կարող է ահավոր տառապանքների մեջ ապաշխարությունը լինի, մարդու կարող է կյանքի համար շատ կարևոր բան որոշվեց ցավերի ժամանակ, որովհետև այդ ժամանակ մարդը ավելի է բացվում Աստծուն։ Մարդը կարող փակվի, մարդը ավելի բացվի, ավելի դիմի Աստծուն, խնդրի Աստծուն։ Մենք չգիտենք, մենք մեր աչքերով ենք նայում, բայց Աստված իր գործն անում, մենք չենք հասկանում այդ ցավերի մեջ միգուցե հենց բարին էր, կարող է ցավերը չլինի, ինքը չապաշխարեր, ինքը չգնար դեպի Աստված։ Դրա համար միշտ որ ցավը միշտ պետք է մենք նեգատիվ ձևով նայենք։ Իհարկե ոչ մեկը չենք ուզում որ ցավերի մեջ։ Նաև կարամ նշեմ եղբայրներ, որ եթե դու կենտրոնանում ես Քրիստոսի վրա, ինչքան է որ ցավ լինի քո մարմնի մեջ, դա ես իմ անձնական փորձից եմ ասում, դու երբ որ Քրիստոսի վրա ես կենտրոնացած, այդ ցավը կա մարմնի հետ տանում ես։ Արդեն մոտավորապես ասենք 5 տարի է, որ ես ասենք ցավի մեջ եմ, ասենք քշերը որ քնում եմ, ցավով եմ քնում, ասենք ցավազրկողել եմ օգտագործում, բայց չի օգնում։ Բայց երբ որ ասենք ես օրս անցկացնում եմ, ժամանակս անցկացնում եմ Տիրոջ հետ, ընդհանրապես այդ ցավի, այդ տանջանքի պահը չեմ զգում, որովհետև օրս խոսքի մեջ, ստե գործի մեջ, Քրիստոսին ավետարանի մեջ ֆոկուսը դնում ես, այո, ամբողջ կենտրոնացումս Քրիստոսի վրա է, արդեն որ Քրիստոսի վրա է, ոնց որ ասած արդեն միտքդ էլ է արդեն չի կենտրոնանում ցավին, արդեն ամբողջովին Քրիստոսին, արդեն ոնց որ ասած դու չզգաս այդ նման բան, ինչքան մարդը կենտրոնանում է այդ ցավի վրա, ինչքան ավելի ոնց որ տանջալից դառնա այդ ցավը, քանից թե երբ որ դու զբաղված ես մի ուրիշ բանով, երբ որ դու ապրում ես մի ուրիշ բանով, չի դառնում դա քո կյանքի կենտրոնը այդ հիվանդությունը, էսի մարդուն օգնում է։ Շատ դեպքերում ասեմ, եղբայրներ, միջև անգամ մոռանում եմ, ես իրոք մոռանում եմ, որ ես ասենք ձեռնափայտով ու այդ մեջքի ցավերը ունեմ։ Ընդհանրապես մոռանում եմ։ Կա ինքը չի գնում, չի անցնում, բայց այդ իմ ժամանակի մեջ ես չեմ զգում դա։ Ասենք իհարկե չմոռանանք, որ լինելով էլի ոնց որ ասացինք մարմնի մեջ լինելով, միևնույնն է, այդ ցավը զգում ես, միևնույնն է, այդ ցավը ապրում ես, բայց հենց վստահությունը մենակ այն հույսը որ կա, որ մի օր գալու է որ Տերը սրբեգա մեր աչքերը ցավից, այդ լացից, այդ տանջանքից, այդ չարչարանքներից, այսի քեզ ուժ է տալի, քեզ վստահություն է տալի, որ կարողանաս գնաս։ Ու ես կարամ քիչ հավասարակշռություն պահել, առողջ քարոզիչները քարոզում են, մենք վստահում ենք, աղոթում ենք, մենք ցավ չունենք, հիվանդություն չունենք, ամեն ինչ շատ լավ է։ Ովքեր որ ցավեր ունեն, հիվանդություն ունեն, քարոզիչները ասում են, մենք տկար մարմնի մեջ ենք, այս վրանը օրեցօր քանդվում է, մեր հոգին կառուցվում է, մեր հույսը, հավատը եւ այլն։ Այսինքն երկուսն էլ ճիշտ են, բայց միանշանակ չբերի այն հպարտության, որ եթե ես առողջ եմ ուրեմն իմ հավատքի կյանքը այնքան ճիշտ է, իսկ այն մեկ որ հիվանդ է իր հավատքի կյանքը սխալ է։ Իհարկե կարան մեղքերից հիվանդություններ գան եւ այլն, Աստված ասում է, «Էլ որտեղից խփեմ, որ դու էլ հիվանդություն տվի, էլ սենց արելն են ցարի, դու չբժշկվար, դու չեկար, որ ես քեզ փրկեմ, բժշկեմ եւ այլն»։ Աստծուն ավելի կարևոր է մարդու փրկությունը, մարդու հոգեվոր աճը։
թե ինչ ճանապարհներով կլինի, Աստված ավելի լավ գիտի, ինչը ավելի օգուտ կլինի։ Բայց միևնույն ժամանակ այնպես չասենք, որ հաշտվենք հիվանդությունա, հաշտվենք դե Աստված կամեցել է, Տեր որ դու կամենաս, այսինքն մենք մեր խնդրանքն ասենք, մենք աղոթքը տանենք, մեր հավատքը պահենք, մեր վստահությունը, բայց ամեն ժամանակ Աստծուն փառք տանք։ Հիվանդության մեջ էլ փառք տանք։ Ամեն։ Ոնց որ Պողոս Առաքյալն ասում, Իմ տկարությունների մեջ էլ, տկարությունների մեջ էլ, լիության մեջ էլ ամեն ժամանակ ես Աստծուն փառք տվեցի, Աստծու ուզած ձևով ապրեցի։ Մեր գործը դա է։ Ոչ մի բանը մեզ չպետք է խանգարի Աստծու կամքով ապրելուն, Աստծու ճանապարհներով գնալուն։ Ամենայն դեպս կյանքի մարդու կյանքի կենտրոնական տեղը չպետք է զբաղեցնի ոչ մի բան բացի Աստծուց։ Ոչ էլ դա պետք է լինի ինչ որ ինդիկատոր, այս մեկը որ հիվանդ է ավելի մեղավոր է, այն մեկը առողջ է, ուրեմն Էդի արդեն ոնց որ դատել եղավ, չափից չի կարող։ Մարդկանց սկսենք դատել, էլի, սկսենք դատել մարդկանց, նույնպես էլ ինձի որ ասենք իմ մխիթարությունը ինչ-որ նա Աստծո խոսքը որ սպասում եմ նոր մարմին հագնելու, որովհետև ասում է, այս մարմինն ու արյունը երկինք չի մտնելու։ Եթե այս մարմինն ու արյունը երկինք չի մտնելու, ես գիտեմ Տիրոջ կողմից պատրաստված նոր մարմին, ես այդ փառավոր մարմինն եմ սպասում։ Հետո մի շատ կարևոր բան կա, ասում է ուտողն էլ է ուտում փառք տալի, ասում չուտողն, այսինքն բանջարուտող կամ այսինքն մարդը կա, որ ասում է ես պետք է դեղ չխմեմ, բժշկի չգնամ, իմ մեջ տենց է բացվել, ես վստահում եմ Աստծուն եւ այլն։ Փառք Աստծո իր համար, իր հավատքի համար, իր վստահության համար։ Այն մեկին էլ ուրիշ բան է տրված, այսինքն ոչ թող նա մեղադրի, որ ինչ ես դեղ խմում, ինչ ես բժշկի գնում, չես կարող վստահես Աստծուն։ Այն մեկն էլ թող նրան փնովի, որ ասի դու ես Աստծո փորձում եւ այլն, եթե հիվանդ ես դու գնա, այսինքն փառք Աստծո ամեն մեկի համար։ Մեկը մեկին չդատեն, ամեն մեկին ինչքան որ տված է։ Մեկը կարող իրոք հայտնությունն են Աստծո որ տենց անի։ Մեկն էլ կարող նրան նայի, բայց հայտնությունը չունենա, իրան շատ վատ լինի։ Ու կյանքում շատ են։ Աստված ամենակարող լինելով մեկին կարա դեղի միջոցով փրկի, մեկին հրաշքի միջոցով, մյուսին բժշկի միջոցով։ Ամենակարող Տերն է, վստահությունը առ Աստված այնա, որ միևնույնն է, ինչ ճանապարհ էլ որ էլի բժշկողա Տերն է։ Ու Աստված իմ հետ է, ու վերջը իմ լավ է, բարի է։ Այդ է ամենակարող վստահությունը։ Եղբայրներն մի հատ ուզում եմ պատմություն պատմեմ, մի կարճ մի 2 րոպե։ Ուրեմն եղբայրներից մեկը մոտիկացավ, ասեց վատեմ գլուխս ցավում է, մի քանի եղբայրով եկանք, հավաքվեցինք, սկսեցինք աղոթք անել։ Եվ մի եղբայր կայնավ ասեց, աղոթք արինք, պրծանք, ասեց գնա գլխացավի դեպք։ Այդ էլ կարող դերն է չոքել, բա աղոթք արինք, պրծանք, հետո ասում է գնա գլխացավի դեպք։ Այդ էլ իմաստուն կայլ։ Ես էլ ասում եղբայր ասում բերխի աղոթք արին։ Չէ, ես բանում եմ ասում։ Բայց էլի ճիշտ բանը կա, աղոթք, եթե դեղ կա, եթե պետքա բժշկի գնալ, եթե անպայման չէ։ Մեզ պետք չի ծայրահեղությունից ծայրահեղություն լինենք հավասարակշռված, բժշկությունն էլ Աստծո ստեղծված, դեղերն էլ Աստծո ստեղծվածը, ամեն ինչ որ կա այս աշխարհում Աստծո առաջ իմացությունով ու Աստծո հսկողությամբ Աստված ամեն բան կարող օգտագործել, այո, ամեն ինչ տրվել է։ բժշկի Հիմա ոնց որ ասած, եղբայրը լավ օրինակ ունի միշտ, այդ եղբոր օրինակը ես միշտ հիշում եմ, դանակը։ Կարաս վեկալես օգտի համար օգտագործես, հաս կտրես, ճաշ պատրաստես, կարաս այդ նույն դանակով մարսպանես։ Հիմա նույնը դեղը, նույն դեղով դու կարաս մարդուն բժշկես, օգնություն ցուցաբերես, որ մարդը գոնե լավ լինի, նույն դեղով էլ կարաս մարդուն շատա սպանես։ Այսինքն ուզում եմ ասեմ, որ այս ամեն ինչը հավասարակշռված բալանսի մեջ լինի։ Ծայրահեղությունից ծայրահեղություն չանցնենք, էլի։ Աստծո պաշտպանության մասին։ Այ վստահության հետ կապված հարցը։ Մարդը վստահի Աստծուն, մտնի Աստծո պաշտպանության տակ։ Բայց շատ ժամանակ ելնեն իրավիճակներ, որտեղ մարդը դժվարությունների մեջ է, խնդիրների մեջ է, ծայրահեղ իրավիճակներն են, ու մարդը սկսում է ինքն իրան հարց տալ կամ Աստծուն հարց տալ, ինչի իմ հետ սենց եղավ, ինչի ինձ չպաշտպանեցիր։ Այ ինչու՞մն է կայանում Աստծո պաշտպանությունը։ Աստծո պաշտպանությունը, եթե ասում ենք, եթե նշանակում է մենք վստահում ենք, որ մեր հետ ոչ մի բան չի կատարվելու, ոչ մի վատ բան չի լինելու,
Այ ո՞րն է Աստծո պաշտպանությունը։ Ըստ Աստծո խոսքի ես հասկանում եմ Աստծո պաշտպանությունը, որ ամեն ժամանակ Աստվածի հետ է։ Ինչերի մեջով էլ ես անցնեմ, Աստված գիտի, Աստված իմ հոգին պաշտպանում է։ Աստված գիտի ես Այսինքն ինչի մեջով որ ասեմ, այսինքն կլնեն իրավիճակ։ Միանշանակ կնես Դավիթը ոնց է հենց մահվան շուկի ձորի մեջով էլ անցնում կամ առաքյալները ամեն ինչի մեջերով անցան, բայց նրանք Աստծո պաշտպանության մեջ էին։ Նրանց հոգին չկորավ։ Նրանք իրենց գործը, իրենց ծառայությունը արեցին, իրենց միսիան ստեղ կատարեցին, գնացին Աստծո մոտ։ Նույնը հավատացյալ հետ մենք պետք է իմանանք, որ այդ ինչ որ կատարվում է մեր բարի համար է։ Էլի վստահենք Աստծո խոսքին, ասում է, ինձ սիրողներին ամեն ինչ դեպի բարին է, դեպի լավն է։ Եթե ես Աստծուն սիրում եմ, ես պետք է վստահեմ, ինչ էլ իմ հետ կատարվի, դեպի բարին է, դեպի լավը։ Իսկ ինչի ինձ հետ, Աստված լավ գիտի ինչի։ Ուրեմն ինձ պետք է որ ես դրա մեջով անցնեմ։ Ես կիմանամ, որ ես դրա մեջով ինձ կստուգեմ մի հատ, ես դրա մեջ Աստծուն փառավորում եմ, թե սկսում եմ արդեն ուրիշ ճանապարհներ, թե ընկնում եմ հավատքից։ Դրա միջոցով անցնելուց Աստված իրան ցույց կտա։ Եթե ասենք հիվանդ եմ, եթե առողջացնի, ես կիմանամ, որ Աստված բժշկում է։ Ու գգամ ինչ որ մի հատ հիվանդի կպատեմ, ես հիվանդ եի, Աստված բժշկեց, այսօր շատ վկայություններ կա։ Ինչի համար է։ Հա, մեկին էլ կարող է այդ հիվանդության մեջով տանի, որ իր հոգևոր ավելի ամրացնի։ Մեկին կարող է ինչ որ մի հատ նեղությունների, փորձությունների մեջով անցկացնի, ասում է, եթե ընդիր գտնվեք այդ փորձությունների մեջ, կյանքի պսակ կընդունեք։ Այսինքն այդ փորձությունները այդ ամեն ինչը մարդկանց համար է։ Այսինքն այն թյուր կարծիքը, որ եթե մենք վստահում ենք Աստծուն, ուրեմն Աստված պաշտպանում է մեզ, ու այդ պաշտպանությունը նշանակում է ոչ մի վատ բան չի կատարել։ Այսինքն ինչ խաբկանք է։ Ըստ Աստվածաշնչյան չէ, դա իրոք խաբկանք է, ես մի բան ասեմ եղբայրներ, որ մենք մի բան պետք է չմոռանանք, որ այսօր պատերազմը ոչ թե մարմնի հետ է կապված, այլ հոգու համար է պատերազմում, որովհետև այսօր հոգևոր աշխարհը հոգու պատերազմի համար անում, թե ինչքան կարա դիվային աշխարհը հոգիներ տանի դժոխք։ Ասում է, չէ, խոսքը ասում է, ինչ օգուտ որ մարդը ամբողջ աշխարհը ունենա, բայց իր հոգին կորցնի։ Եվ միտեղ էլ Տերը ասում է, ինչ գին կտա մարդը իր հոգու փրկության համար։ Մենք դա միշտ պետք է հիշենք, որ մեր պատերազմը առաջինը պետք է ասենք պաշտպանությունը, ոչ թե պատերազմը, մեր պաշտպանությունը հոգու համար։ Այսինքն Աստծո պաշտպանությունը նախ եւ առաջ մարդու հոգու համար, որ հոգին չկորցնի։ Այո, հոգու համար մենք էլ գիտենք, որ սկզբից հոգևորն է, հետո նոր մարմնավորը, այն ինչ որ հոգևորում տեղի ունենում է, այդ պաշտպանության հետ կապված, նույն հոգևոր այդ աշխարհում ազդում է նաև քո ֆիզիկականի վրա։ Աստված իր հոգսն է տանում, իր գործողությունն է տանում, որովհետև մենք գիտենք, որ հոգևորը կապված է ֆիզիկականի հետ։ Այսինքն համատենք շորը մարդու է, մարմինը հետ, նույնը հոգին, ասենք մարմինը հոգու շորն է։ Այո։ Մի շոր այդքան կարևոր չի, որ մի քիչ ճղվի, մի քիչ ցեխոտվի բան, կարևորը որ մարդը իրան բան չլինի։ Նույնը մարդու հոգի համար Աստծո պաշտպանությունը ավելի կարևոր։ Այո։ Հետո մի ուրիշ տեղ էլ կա, ասում է, պես փորձությունների մեջ եք ընկնում, Հակոբոսի մեջ ասում, որովհետև ցանկանում եք, բայց չունեք, կամ չեք ընտրում, կամ ձեր չար ցանկությունների համար, այսինքն մեզանից էլ է կախված այդ փորձությունների մեջ ընկնելը։ Ինչի համար ենք ընկնում։ Մեր մոտիվը Օրինակ ասենք մեկ ուզենա շատ հարստանալ, այդ հարստության ձգտումով գնանք փորձությունների մեջ։ Մեկը մի ուրիշ բան, ասենք շատ բաներ կա, որ մենք ենք մեզ տանում գցում այդ փորձությունների մեջ։ Իհարկե հավատացյալին, Աստծուն վստահին, Աստված այդ ճանապարհներից հետ է բերում, սովորացնում է, այդ փորձությունների մեջ թողում է, որ ինքը հասկանա, որ ինքը ճիշտ տեղում չի, նորից Աստծուն աղակի, որ նայում ենք 5 տակարանը, Աստծո ժողովուրդը հենց սկսում է կռապաշտությունների մեջ ընկնել, Աստված իրենց անում կողքի ազգերից գալիս են, գրավում են, գերության են տանում, ինչը Աստված չէր կարող պաշտպանել, դրանով է պաշտպանում, որովհետև իրանք այդ կռապաշտությունից հետ են գալի, նորից աղաղակում են Աստծուն, նորից ազատագրվում են։ Նույնը կարա մեր այսօրվա մեր կյանքում ասած, եթե ասենք մարդը ենթադրենք մտելա գործերի մեջ, ֆինանսական բաների մեջ ու հեռանում է Աստծուց, որովհետև էդի քաշում է այդ գործը իրան, Աստված թողում է որ պարտքերի մեջ ընկնի, դա չի նշանակում, ինքը դրանով պաշտպանում է որ պարտքը որ հետ դառնա, որովհետև այդ շատ փող աշխատելը
ու Աստծուց հեռանալը ճիշտ ճանապարհը չի, ճիշտ ճանապարհն Աստծու հետ ելնելու, Աստված իշքան կտա այնքանով գոհանա մարդը։ Այսինքն էս էլ արժեքների հարցը, որ մարդը ինչին է արժեք տալի։ Ինչն է պաշտպանություն համար ֆիզիկական կամ այդ ոնց ասեմ, այդ կենցաղային ապահովությունն է համարվում Աստծո պաշտպանություն։ Թե իր Աստծո հետ այդ շատ հարցեր անում, ասում եմ, մկրտվեցի կամ եկեղեցի եկա, գործերս վատացավ։ Ու ինքը եկեղեցուց Աստծուց կտրվում է, որ իր գործերը լավ են, այսինքն ինքը արժեք տվեց մատերիալական ինչ-որ ֆինանսական ինչ-որ մի բանի, որ ինքը անցողիկ է, որ կորչող ինչ-որ մի հատ հարություն է, չնայած դա փաստ չի, որ ինքը եթե եկեղեցի թողեց, նորից դրան կլավանա։ Բայց այն հիմնական այն կարևորը թողեց, փոխեց ինչի հետ։ Այսինքն ստե ինչ տեղի ունեցավ, որ ինքը իր հոգևոր արժեքը փոխեց մատերիայի հետ, իր մոտիվների հետ։ Իսկ մենք գիտենք Աստծո խոսքը, որ ասում Աստված իր փառքը ոչ մեկին չի տա։ Երբ որ մարդը այդ իրավիճակի մեջ ոնց որ ասած բիզնեսիա վերածում, Աստծո փառքը սկսում է փոխել ինչ որ բաների հետ, իհարկե Աստված ոչ մեկին չի փորձում, բայց փառք Աստծո իր սիրո ողորմության համար, որ ասում է ինքը այնքան մարդասեր Աստվածա, որ մարդու համար մինչև անգամ ինքը ելքել է տալի, որ այդ իրավիճակից դուրս գա, բայց հիմնական Աստծո պաշտպանության ու այդ գործի հետ կապված ոնց որ մենք նոր խոսացինք, իհարկե ստե մարդու արժեքը առաջինը ում է ինքը արժեք տալի։ Եթե դու արժեք տվիր Աստծուն, քո ամեն ինչը Աստված կառաջնորդի, ամեն ինչը քո պաշտպանության ինչքան որ պետք է, բայց երբ որ դու արդեն արժեքների տեղը փոխում ես, արդեն աստղը ոնց որ ասած մի բան է կա, միգուցե մարդը շատ ճիշտ ճանապարհով քայլում է, բայց ինքն էլի տարբեր փորձությունների մեջ։ Դա էլ իր աճի համար է, երկգում գանձեր դիզելու համար է, ինչ որ մեկին լավ օրինակ դնելու համար է, Աստծո ճանապարհները տարբեր են։ Դրանով էլ մենք չենք կարող ասել, եթե մեկը այս փորձությունների մեջ է, նշանակում ենք այս վիճակն է, հոգևոր ընկած է, այսինքն ես ինչի համար եմ ուզում մի քիչ հավասարակշռությունը, որ չսկսենք աշկի տեսածով դատել։ Աստված գիտի ում ինչա պետք ու ով ինչի համար անգած մեջ է։ Իհարկե, բոլորս էլ ուզում ենք, որ այդ փորձությունների մեջով հաղթած մարդը դուրս գա։ Այսինքն ինչ է նշանակում հաղթած դուրս գա, երբ որ Աստծուն միշտ առաջի տեղ, որ այդ փորձությունները չխանգարեց, որ ինքը միշտ Աստծուն վստահի, Աստծուն հավատա, Աստծո ճանապարհով քայլի։ Իհարկե, այս ամեն ինչը մենք խոսում ենք, ասենք կենցաղային հարցերի մասին։ Հանուն արդարության եկեք խոսանք, որ իրոք կյանքում կարան լինեն դեպքեր, շատ ծանր դեպքեր, շատ ողբալի դեպքեր, երբ մարդը երեխային է կորցնում, ահավոր բաների, իրավիճակների մեջ կարա մարդը հայտնի, որի մասին ոչ մեկ պատասխան չունի բացի Աստծուց։ Այսօր մենք չենք կարա բոլոր բաները, բայց բարձեցված ձևով փորձում ենք, ասենք, այսօր խոսանք այն կենցաղային իրավիճակներում, երբ որ մարդը կենցաղային հարցերի մեջ է, շատ ավելի խորը բաներ կա, որը որ մեզ տրված չի, մարդուն տրված չի հասկանալ, դա մենակ Աստված գիտի իր ամեն մարդու համար ու կան վկայություններ կան, որ ասենք երիտասարդ կամ փոքր տարիքի երեխային կորցրել է ծնողը, հարցը տվել է տիրոջը ու իրոք մարդը ցավ ապրում։ Այսօր մենք չենք կարող մեր տաղավարում սենց հարցերի մասին խոսանք, բայց ես վստահ եմ այն մանր, այն կենցաղային հարցերում, որտեղ որ մարդը ինչ որ փորձություններ անցնում, ինչ որ իր կյանքի այդ խոչընդոտներ անցնում, հաստատ վստահելի է Աստծուն, որ Աստված ամեն ժամանակ կօգնա ու ուր էլ որ տանի միևնույնն է բերելու է վերջնակետին են ամենաբարի վերջնակետին։ Նախ հավատացյալ մարդը պետք է հասկանա, որ Աստված ինքը ամենակալը, ինքն է որոշում ում հետ ոնց ինչ անի։ Եթե մարդու հետ այդ բաներն պետք է հասկանա հոբի նման ասի Աստված տվեց, Աստված տարավ, իմ սեփականությունը չէր, Աստծուն էր, 1։ Երկրորդը շատ ես վկայություններ գիտեմ, փոքր երեխա եղած սաղ հավատացյաներով ամբողջ աշխարհում հայտարարել են, բոլորն աղոթել են, բայց մահացել է։ Բայց այդ ծնողը հետո դրանով ինքը վկայում է, որ ես ճիշտ է, իմ երեխուն ստեղ կորցրի, որ շատ սիրում էի, բոլորն աղոթել, բայց ես իմ հավատքից չընկայի։ Աստված տարավ իր մոտ իմ երեխուն, բայց ես դրանով շատ բան սովորեցի, ոնց ես լինեմ այդ ձևի մարդկանց հետ ու երեխան
հիվանդը ում երեխան կորավ, այսինքն ոչ թե կորավ, այս աշխարհի այդ կարիքի ունեցող մարդկանց։ Իրանք վերջում ասեն փառք ասում դրա համար էլ։ Եղել են տարբեր տարիքում, ես վկայություններ գիտեմ, այդ մարդիկ ավելի ուժեղացել են ու օրինակ են եղել մյուսների համար, որ տես մենք էլ կորցրեցինք, իրան չեն կարող ասել դու չգիտես էս ինչ ցավա։ Ինքը գիտեր այդ ցավի մեջ ինքը մնաց հավատացյալ, ինքը ամեն ժամանակ սկսեց փառտալ, ասում սատանան չկարողացավ այնց անել, որ ինքը երեխան կորցրեց, ասել ես Աստված քեզ չեմ վստահում, դու պետք է պաշտպաներ ինձ, իմ տունը, բայց ինչ եղավ։ Հավատացյալ պետք է հասկանա, եթե իր երեխան գնաց Աստծո մոտ, փառքասու գնաց այնտեղ, ես էլ գնամ այնտեղ, մենք կհանդիպենք իրար, եստեղ նորից կծառայեմ։ Ես ով եմ, ես այնքան փոքր եմ։ Ամենակարող Աստված ինձ դարձրել է իր երեխան փրկելը, ես պարտավոր եմ, ես չկամ, ես պարտավոր եմ իր համար ապրելու, ինչի մեջով էլ անցնեմ։ Իհարկե հեշտ է խոսալը։ Դրա համար Աստված ում որ թողում է այդ փորձան մեջ անցնի, զորություն էլ է տալի, ոչ մեկին իրանից ավել փորձում չի տալի։ Բայց ես շատ անգամ լսել եմ շատ հավատացյալներից այդ փորձումների մեջով անցնելուց իրանք ասել են մենք հաղթելուց հետո շատ բաներով մենք աճել ենք հոգևոր գիտենք այդ մարդկանց ծառայելը շատ վկայություններ կա մարդեր կա հեռացել Աստծուց այո մեկ էլ մի բան չմոռանանք եղբայրներ որ իրոք մենք Աստծո ճանապարհները չեն կարող հասկանալ մենք մարդ արարածներս մենք սահմանափակ ենք դուք պատկերացրեք մենք սահմանափակ լինելով անսահման մեծ որ գոյություն չունի ոչ տարածություն ոչ ժամանակ հասկանանք իր գործերն ու իր պլաններն ու իր ամեն ինչը դրա համար մենք հավատացյալներ ոչ թե հասկացողներ դրա համար շատ հավատում ենք դրա համար շատ կարևոր է որ ոնց որ ասած մանկան երեխու պես հավատանք վստահենք ապավինենք ինչպես եղբայրն էլ ասեց Տերն էլ ինքը ոնց որ ասած փորձության հետ էլ ելքն էլ կպատրաստի կզորացնի ուժ կտա որ դու կանաս այդ իրավիճակները հաղթահարես Այսօրվա հաղորդումը կուզենամ ավարտեմ այն վերջնական հարցով մարդը կարող է բոլորովին վստահել Աստծուն եւ ընդհանրապես ոչինչի մասին չանհանգստանալ շատ երազելի ցանկալի կներ այդպես բայց ինչ չի թվում դա մարդ իր էլի էս մարմնի մեջ ինք իրան խանգարի ոնց լինի պատերազմը կա մարմնի մեջ անհանգստությունը կգա հա մարդ ենք այն ամենա զորավոր Աստծո Աբրահամին օրինակ վերեցինք հավատքի հայր, բայց էլի երբ որ ասեցին երեխա կլինի մյուս ինքն էլ ծիծաղեց, կինն էլ ծիծաղեց կամ որոշ բաներ կան կամ այդ օրինակը որ դու վերեցիր որ վախից ինքը ստեց մարդ ենք, մարմնի մեջ ենք դա երանելի բան է որ 100%-անոց մարդը վստահի, բայց մի քիչ դժվար է, բայց մենք պետք է գնանք դրան Իհարկե հավատում եմ որ Աստված միշտ էլինենց կանի որ մարդը կանցնի այդ կասկածելի իրավիճակների մեջ այդ կասկածի մեջ էլ է մարդն աճում որովհետև եթե մենակ վստահի տենց գնա մենք 100%-անոց կլինի բայց դա գիտենք որ ստե հələ չկա երբ որ տենանք հիսի նորիրապես կատարյալ կլինենք քանի դեռ կատարյալ չենք մենք դրա մեջ պետք է աճենք ոնց ենք աճում այդ վստահության հավատքի մեջ կասկածելով հետո ունենալով կասկածելով որոշում կայացնելով կասկածները միշտ պետք է լինեն, բայց դե կարևորը մեր որոշումն է։ Ինչ որոշում կայացրեցինք։ Մեր հասկացողությանը, մեր կյանքի փորձին, մեր վստահությանը, մեր տեսածին ապավինեցինք թե Աստծո խոսքին։ Մենք գալու է մեր կյանքում այդ իրավիճակները, ու ես համոզված եմ, որ մենք ինչքան էլ եթե նույնիսկ սխալ որոշում կայացնենք, Աստված մեզ հետո կդզի, մեզ ունես կանի մեր վերջնական որոշումը էլի կլինի ըստ Աստծո խոսքի, Աստված կլինի իր կամքը կլինի իր խոսքը կլինի։ Հետաքրքիր թեմա է, շատ լայն թեմա է, կարող երկար խոսենք սրա մասին, սրա միջով շատ մարդիկ են անցել, որ ովքեր որ կոփվել են Աստծուն վստահելու հարցում ու շարունակում ենք անցնել։ Սիրելի հեռուստադիտողներ, այսքանով ավարտենք այսօրվա մեր հաղորդումը։ Եղեք օրհնված վստահեք Աստծուն, քանզի նա իր ամենաթանկին տվեց մեզ փրկելու համար։ Ամեն, ամեն։ Ու Աստծո խոսքն ասում է, եթե նա իր որդուն չխնայեց մեր համար, էլ ինչպես ամեն բանը մեզ չի տա, այսինքն Աստված արդեն ամենաթանկագինը տվել է։ Ապավինելով այս խոսքին, ապավինելով Աստծո խոսքին, վստահենք նրան, որ նա ամենաբարին է ցանկանում մեր համար։ Ամեն։ Ամեն։ Սիրելի եղբայրներս, շնորհակալ ենք այսօրվա
Ծառայության Մենք համար շնորհակալ ենք շնորհակալ մասնակցելու համար։ Եղեք օրհնված, գրեք ձեր հարցերը մեր էլեկտրոնային փոստին, փորձենք պատասխանել։ Կհանդիպենք հաջորդ անգամ։ Տեր օրհնի։